Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը վերջերս ընդգծեց, որ Հայաստանում լինելու է թրիփ անունով ենթակառուցվածք, ամբողջ պատմությունն այն է, որ փաստաթղթի 4-րդ կետում արձանագրված է, որ թրիփ նախագիծը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների քննարկման օրակարգի հարց է, Հայաստանն ու Ամերիկան, նախագահ Թրամփը եւ ես ստորագրել ենք մտադրությունների հուշագիր խաղաղության խաչմերուկ նախագծի զարգացման մասին։ Կխնդրեմ այս հայտարարության անդրադառնայք, այս նախագծին անդրադառնանք սկզբում, պարոն Բլեյան, հետո արդեն կանդրադառնանք այլ հարցերի։ Իհարկե, սա կարևոր փաստում է, որ սա երկկողմ համաձայնության տիրույթում է լինելու, այսինքն սա հայ-ամերիկյան համակարգի եւ հայ-ամերիկյան ընդհանուր ռազմավարական ստրատեգիայի ներքո տիրող պայմանավորվածություն է եւ այստեղ չկա որևէ այլ երկիր, որ ներառված է եւ դա լինելու է հենց հայ-ամերիկյան հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ես կարծում եմ, որ օգոստոսի 8-ի այս հայտարարությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ամբողջությամբ փոխել է Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները, հարատևման հեռանկարները, գոյատևման, թարապես բարգավաճման եւ նոյեմբերի 9-ը նույնիսկ անհամեմատելի է օգոստոսի 8-ի հետ, որովհետեւ նոյեմբերի 9-ը դա Հայաստանի Հանրապետության լուծարման մասին էր, որովհետև այն նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որով պատկերացնում էին Ռուսաստանն ու Ադրբեջանը, որ պետք է տեղ ունենա, դա ի վերջո վերելու էր Սյունիքի օտարմանը, իսկ առանց Սյունիքի Հայաստանի Հանրապետությունը պարզապես կենսունակ երկիր չէ եւ նա կդադարեր գոյություն ունենալ։ Իսկ օգոստոսի 8-ը դա հակառակը, դա ներդրումների մասին է, դա հեռանկարների մասին է, դա տարատեսակ հայ-ամերիկյան համատեղ ուրեմն ծրագրերի մասին է, սա ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Ես այնտեղ որևէ վտանգ չենք տեսնում։ Իհարկե մենք կարող ենք տարատեսակ այլ ցանկություններ մտցնել, որ ել ինչ կարելի էր ավելացնել, հա, օգոստոսի 8-ի թե հայ-ամերիկյան հարաբերությունների ձևաչափով, թե հայ-ադրբեջանական, Միացյալ Նահանգների վկայությամբ ստորագրված համաձայնությունը, բայց ունենք այնինչ ունենք։ Դուք Միացյալ Նահանգներին համարում եք Հայաստանի Հանրապետության կայուն գործընկեր, այս պահի դրությամբ հուսալի գործընկեր։ Գիտեք, մենք կարող ենք վերապահումներ ունենալ նախագահ Թրամփի վարչակազմի հանդեպ, բայց մի բան կարող ենք փաստել, որ Միացյալ Նահանգները դա Ռուսաստան չէ, դա Թուրքիա չէ, որտեղ մշտնջենական ինչ-որ նախագահներ են կամ Ադրբեջան, այսինքն այնտեղ փոխվելու ի վերջո ադմինիստրացիա, կլինի միգուցե փոխնախագահ Ջեյդի Վենսը հերթական նախագահը, որ հետ մենք շարունակենք համագործակցել, կարող է լինել դեմոկրատական նախագահ, որ հետ մենք շարունակենք, այսինքն սա ինստիտուցիոնալ երկիր է եւ այստեղ խնդիր չունենք մենք պահպանել այն։ Հիշում եք, երբ մենք ստորագրեցինք ռազմավարական խարտիան գնացող վարչակազմի հետ ծաղրում էին, ասում էին, թե եսում եք ստորագրում, ինչ կապ ունի։ Թրամփը կգա ամբողջը կչեղարկի։ Այո, բայց իրականում այն հանգամանքը, որ մենք ստորագրեցինք այն վերջին շաբաթը, դա հենց դրա պատճառը այն էր, որ գնացող ադմինիստրացիան փորձում էր կոմունիկացնել եւ համաձայնեցնել այս համաձայնագիրը, այս խարտիան եկող ադմինիստրացիայի հետ, Մարկո Ռուբիոյի ադմինիստրացիայի հետ, որպեսզի վստահենք, որ իրենք շարունակեն եւ իրենք շարունակեցին եւ մենք տեսնում ենք, քանիցս իրենք հայտարարել են, որ իրենք հանձնառու են։ Հարցը այսպես ձևակերպեմ, պարոն Բլեյան, դուք կարծում եք, որ այս этаպում, այս ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունը մեր տարածաշրջանում եւ հենց մեր երկրում հույժ անհրաժեշտություն է։ Իհարկե, որովհետև մենք տեսել ենք դրա բարի պտուղները, մենք տեսել ենք դրա արդյունքը, երբ մենք հարձակման էինք ենթարկվում 2022 թվականին մասնավորապես, դրանից առաջ երկու անգամ 21 թվականին Ադրբեջանի կողմից եւ 22 թվականին ջերմական դեպքերը, երբ արդեն մենք տեսնում ենք, որ իրենք ջերմուկ էին հասնում, հենց Միացյալ Նահանգների նախկին ադմինիստրացիայի միջամտությամբ, հենց Էնթոնի Բլինքենի միջամտությամբ, իր զանգով կարողացան կանգնեցնել ադրբեջանական առաջընթացը եւ իհարկե այստեղ նաեւ մեծ գործ էին արել մեր զինվորականները, որովհետեւ 20 թվականի պատերազմի պարտությունից հետո իրենք շատ լավ իրենց կարողացան դրսևորել, բայց իհարկե Միացյալ Նահանգների ներգրավումը շատ կարեւոր էր։ Ես ինչու այդ հարցը տվեցի, որովհետև վերջերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել էր Հայաստան ու Ռուսաստանի Դաշնության դեսպանին եւ այսպիսի մի հետաքրքիր հայտարարություն էր արել առաջին նախագահը, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է եւ պատմությամբ հաստատված իրողություն։ Հայաստանի ազնիվ եւ հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը։
Միացյալ Նահանգները չկար այդ ցուցակում։ Նաև ավելացրեց եւ հետագայում գուցե Չինաստանն ու Հնդկաստանը։ Գիտեք, ես միշտ խորակ ակնածանքով եմ վերաբերվել առաջին նախագահին, բայց վերջին տարիներին ես տարակուսանք եմ ապրում մի այլ կարգի, որովհետեւ անհասկանալի է ընդհանրապես թե ինչով է զբաղված Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև այնինչ նա խոսում է, այնինչ նա ասում է, ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության իրականության հետ, եւ սովորաբար այլ երկրներում մենք տեսնում ենք, որ պաշտոնաթող նախագահները, ընդհանրապես պաշտոնյաները, իրենք շատ ավելի ազատ են, իրենք մեմուարներ են գրում, իրենք բացահայտումներ են անում, հա, երկրի էջի մութ անկյունների շուրջ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղվում է լրիվ հակառակով, նա զբաղվում է պատմության կեղծավորությամբ եւ ասել, որ իդեպ ես գիտեմ, որ Տեր-Պետրոսյանը շատ զգույշ է միշտ բառերի ընտրության մեջ եւ այն հանգամանքը, որ նա ընտրում է Հարավային Կովկաս տարածաշրջանը անվանել Անդրկովկաս, որը խոսում է հենց սովետական, ցարական այդ տարածաշրջանի մասին, դա ես միանշանակ կարող եմ ասել, որ դա պատահական չէ, նույնիսկ Ռուսաստանն այսօր չի անվանում այս տարածաշրջանը Անդրկովկաս։ Այսինքն, եթե պատահական չէ, ապա ինչու է ընտրված այդ խոսույթը։ Նա ամբողջությամբ տեղավորվել է ռուսական ուղեցրում, ես անհասկանալի է ինձ համար, թե օրինակ ես վերջերս իմ աչքով ընկավ այն հայտարարությունները, երբ նա անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հորդորում էր, որպեսզի իրենք որոշում կայացնեն, որպեսզի Բորիս Ելցինի եւ Ռուսաստանի տեսքով թշնամի չունենանք, ամբողջ աշխարհը թշնամի կդառնա, այսինքն այն ժամանակ նա լրիվ այլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այժմ նա լրիվ այլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, նա միշտ խոսում էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կարևորությունից, այժմ նա չի խոսում դրանից, նա լռում է, այնինչ նա կարող է իր դերակատարմամբ, իր կապերով, իր մի փոքր լումայով, հա, ինչ որ խոսել, ինչ որ մի բան անել, ինչ որ իր լուման ներդնել, այսինքն տպավորություն կա, որ նա հրաժարական է տվել, ընդ որում հետո բոլորին մեղադրել է, որ տեսեք, ես ճիշտ դուրս եկա, ես հրաժարական տվեցի, այդ ճիշտ դուրս եկար, հրաժարական չտայիր։ Այնքան նախագահ լինեիր, որ այն հանգամանքին չհասցնեիր, որ քեզ կարողանային հրաժարական պարտադրել։ Տեսեք, դուք ասում եք այն ժամանակ ուրիշ բաներ խոսում, հիմա խոսույթը կտրուկ փոխվել է, այլ բան է խոսում, ինչով եք պայմանավորում դա։ Ես տպավորություն ունեմ, որ նա երկար ժամանակ, ես չեմ ուզում շատ սուր բաներ ասել, իհարկե տպավորություն կա, որ նա ամբողջությամբ տեղավորված է եւ աշխատում է ռուսական հատուկ ուրեմն ծառայությունների հետ, որովհետեւ այն նարատիվը, որ նա առաջ է քաշում եւ այն հաճախակի հանդիպումները, որ նա անում է պարոն Կոպիրկինի հետ, Ռուսաստանի դեսպանի հետ, խոսում է այն մասին, որ անտրամաբանական է այն ինչ անում է, որովհետև կներեք, օրինակ բարեկամների անունները, որ նշում է, իսկ ինչու չի նշում Միացյալ Նահանգների անունը։ Այսինքն Միացյալ Նահանգների միջամտությամբ չէ կանգնեցվեց պատերազմը 22 թվականին։ Այստեղ նաև մեկ այլ հայտարարություն դարձավ բուրըն քննարկման թեմա տարբեր քաղաքագետների կողմից, նաև սոցիալական ցանցերում, երբ առաջին նախագահը նշել էր, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, պատմությամբ հաստատված իրողություն, շատերը հիշեցնում են, որ այդ նույն հուսալի բարեկամը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին։ Լավ կլիներ օրինակ Տեր-Պետրոսյանը նաև նշեր, թե օրինակ պատմական որ դրվագներին է նա առնչություն կամ հղում անում, երբ ասում է, որ կարևոր է։ Օրինակ ես պատմությունն ուսումնասիրելով տեսնում եմ, թե թարական շրջանում, թե խորհրդային շրջանում, թարապես երբ մեկ ասում ենք երրորդ հանրապետություն, ես չեմ անվանում սա երրորդ հանրապետություն, ես անվանում եմ սա երկրորդ հանրապետություն։ Մեր առաջին հանրապետությունը դա 18 թվականի հանրապետությունն էր, իսկ 20 թվականին մեր վրա հարձակվեց բոլշևիկյան Ռուսաստանը։ Եվ նա զրկեց մեր պետականությունից։ Մենք օկուպացվեցինք։ Սկզբից օկուպացվեց Ադրբեջանը, հետո Հայաստանը, հետո Վրաստանը, սա բժշկական փաստ է։ Սրա դեմ չես կարող ակնարկել, ինչքան էլ դու փորձես այն անվանել խորհրդային այցել, Հայաստանը միացավ խորհրդային, չկա այդպիսի բան, եղել է հայ-ռուսական պատերազմ, Ռուսաստանը հարձակվել է մի կողմից, մյուս կողմից թուրքերն էին հարձակվել, եւ մենք ստիպված հանձնվեցինք, սպիտակ դրոշակը ցուցադրեցինք, մասնատվեցինք, մտանք, հետո եղավ Կարսի պայմանագիր, հետո եղավ նաև Մոսկվայի պայմանագիր կար նաև, այսինքն այդ Հայաստանի մասնատումը եղել է Ռուսաստանի քավորությամբ։ Ինչպես մենք կարող ենք դա մոռանալ։ Ինչպես է պատմաբան Տեր-Պետրոսյանը դա մոռանում։ Լավ, մոռանանք այդ ամենը։ Բոլորովին վերջերս։ Լավ 2008 թվականին, երբ Ռուսաստանը արդեն ռազմավարական հարաբերությունների խարտիա էր ստորագրել Ադրբեջանի հետ,
Եվ երբ բացում ես այդ փաստաթղթերը, այնտեղ ասում են, որ տարածքային տարատեսակ վեճերը պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա եւ խոսք չկար ազգերի ինքնորոշման մասին։ Այսինքն այդ ժամանակ պարզ էր արդեն, որ Ռուսաստանի դաշտությունն իր վեկտորը փոխել է դեպի Ադրբեջան, դեպի Թուրքիա, եւ այդ եվրասիականության գաղափարը, այդ դուգինիզմը, որն ենք առաջ են բերում, եւ արդեն պարզ է 2007 թվականի դեռ Պուտինի Մյունխենյան ճառից, որ նա եկել է, նա համաձայն չէ խորհրդային միության փլուզմամբ, նա համաձայն չէ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից թե ինչ աշխարհակարգ է, նա համաձայն չէ, որ նրանք պարտվել են սառը պատերազմում, այսինքն նա եկել է փոխելու։ Եվ այդ փոխման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է չլինի, գոյություն չունենա։ Եվ իրենք խոսում են նրա մասին, որ բոլոր այդ հանրապետությունները, որոնք դուրս են եկել խորհրդային միությունից, իրավաչափ չեն եղել։ Այսինքն Տեր-Պետրոսյանը դա չի նկատում։ Դա չի տեսնում, որ 16 թվականին քարոզիա պատերազմ եղել, որ առաջի ծիծեռնակներն էին, որ մեզ պարտադրում են արդեն Լավրովի պլան։ 20 թվականի, 10 թվականից, երբ այդ բազմամիլիարդանոց, որը դուք նշեցիք, զենքի վաճառքը տեղի ունեցավ Ադրբեջանին զենք են վաճառում, որ ում վրա հարձակվի։ Ում վրա էր հարձակվելու, Իրանի վրա էր հարձակվելու, Ռուսաստանի վրա էր հարձակվելու, Կասպից ծովում էր պատերազմը, չէ, իհարկե ինքը պետք է Արցախի վրա հարձակվեր։ Եվ բնական է, որ իրենք հենց դրա համար էլ անում են, որպեսզի պարտադրեին Հայաստանին գնան զիջումների։ Դա էր պատճառը, որ մեզ մտցնում են եւ միակսային միություն եւ խլում են մեր վերջին տնտեսական անկախությունը, որպեսզի մենք ել ավելի մեծ կախվածության մեջ լինենք Ռուսաստանից, որ ել ավելի հանդուրժող լինենք, ել ավելի հնազանդ լինենք եւ այնինչ տեղի ունեցավ, դրա արդյունքն էր, 20 թվականի արդյունքն էր։ Պարոն Բլեյան, վերջերս վարչապետը հայտարարեց, որ մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մեզ միշտ թվացել է, որ ասել ենք դե ռազմավարական գործընկերությունը պսակվելու պես բան է, մի հոգու հետ պետք է անես։ Մենք 34 տարվա անկախ պետություն ենք եւ դեռ նոր պիտի հասկանանք, որ գործընկերությունն ամուսնություն չէ, որ գործընկերությունն ընկերությունն է։ Եվ հիշում եք, երբ մենք սկսեցինք ինչ որ հարաբերություններ կարգավորել, եվրոպական Միացյալ Նահանգների հետ, եվրոպական երկրների հետ, մեզ արդեն ասում էին անհավատարիմ ինչ որ զուգընկեր, մի խոսքով ամուսին եւ այլն, կին, ինչ ասես ասում էին։ Եվ դա խայտառակություն է, իրականում մենք կարող ենք համեմատել Հայաստանի Հանրապետության հետ արտաքին հարաբերությունների եւ Ադրբեջանական Հանրապետության։ Ադրբեջանն ինչ էր անում, Ադրբեջանը չէր շարում իր բոլոր հավկիթները մեկ ինչ որ օրինակ թուրքական զամբյուղում, հակառակը, եւ Իրանի հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Իսրայելի հետ, եւ եվրոպական երկրների հետ, եւ արաբական երկրների հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, բոլորի հետ իրանք տարատեսակ հարաբերություններ էր ձևավորում, թե ռազմական, թե իր նավթային, թե տնտեսական, թե քաղաքական առումով, թե այս տարածաշրջանում Վրաստանի հետ, թե Ուկրաինայի հետ, մնացած մենք ինչ էինք անում։ Մենք ամբողջությամբ պատվիրակել ենք մեր մեծ եղբորը, Большой брат Ռուսաստանին, եւ նույնիսկ մեր թվացող դաշնակիցներ հետ, դիցուկ Բելարուսի հետ, չէին կարողանում օրինակ Բելարուսից պոլոնեզներ գնել, որովհետեւ չունեինք օքեյը ռուսական։ Այսինքն մենք ամբողջությամբ տրվել ենք քաղաքական, նաեւ վերջում տնտեսական, ռազմական, անվտանգային, նույնիսկ մշակութային առումով ամբողջությամբ հանձնված ենք Ռուսաստանին։ Այն որ ասում ենք մենք դավաճաներ ենք, մենք ինչ պետք է անենք ներողություն Ռուսաստանի համար։ Ինչ պետք է անենք, վերջում էլ նույնիսկ արդեն հեղափոխությունից հետո զորքեր ուղարկեցինք Սիրիա։ Այնինչ Սերժ Սարգսյանը չէր անում։ Դրանից ավել էլ ինչ եք ուզում անեք, ներողություն։ Բայց այդուամենայնիվ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունը, ստորագրված այդ փաստաթուղթը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը համարում է հակապետական քայլ, ավելին հայտարարում, որ անխոչնդոտ ճանապարհը դա միջանցք է։ Ես ուզում եմ հասկանամ նույն այդ ընդդիմությունը, այսպես կոչված, ընդդիմությունը ազգային ժողովի անվանում էր նոյեմբերի 9 կապիտուլյացիոն հայտարարություն, փաստաթուղթ։ Հետագայում այժմ իրենք ասում են, որ պետք է վերադառնանք նոյեմբերի 9-րդ կետի իրագործմանը, մոռանալով, որ այն 8 կետերը կամ չեն եղել, կամ մասամբ են եղել, կամ հիմնականում չեն կատարվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Այսինքն այդ ընդդիմությունը կարող է ընդհանրապես կողմնորոշվել ինքը ինչ է ուզում։ Սկզբից դեմ էին քվեարկում եվրադիտորդների տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանին։ Հետո հայտարարեցին, որ վայ, այդ ոնց եք ուզում եք եվրադիտորդերին անել, բա մեր անվտանգության համակարգի մի մասն են։ Իրանք հասկանում եք, իրանք հասկանում են, իրանք ընդհանրապես ինչ են խոսում։
Դրա համար ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետև իրենք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը։ Դա այնքան ակներև է, որովհետև իրենք ամբողջությամբ կրկնում են ռուսական նարատիվները եւ իրենք ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնում են այլ պետության շահերը։ Դա միանշանակ է, հակառակ դեպքում իրենք ոչ թե կասեին եկեք օգոստոսի 8-ը չեղարկեն գնանք նոյեմբերի 9-ի կատարմանը, այլ իրանք օրինակ լսումներ կկազմակերպեին նոյեմբերի 9-ի կատարողականի շուրջ եւ առաջինից 9-րդ կետ մի հատ ուսումնասիրեն, կտեսնեն որ կետը կատարվել է, որ կետը քանի տոկոսով է կատարվել, ով է թերացել, արդյոք եթե դե ֆակտո դա անիրագործելի է, դե յուրե այն դեռ կարելի է իրագործել, գնահատական կտային։ Միգուցե օրինակ իշխանությունը կարող է օրինակ կաշկանդված լինել այդպիսի քայլի գնալով, հասկանալով, որ կան հարաբերություններ, բայց դու ազգային ժողովի ընդդիմադիր ես, դու պետք է անկախ լինես, լսումներ կազմակերպի, տեսեք այդ նոյեմբերի 9-ի կատարողականը ինչ է կատարվել։ Պարոն Բլեյան, այս դեպքում ստացվում է, որ տեսեք դուք ասացիք, որ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի առաջին նախագահը այսպես աշխատում է կամ կատարում է Ռուսաստանի պատվերը, աշխատում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, Հայաստանի ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները Ռուսաստանի շահերն են պաշտպանում, էլի տպավորություն է ստեղծվում, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այնպես չի, որ Բաքուն շատ կառուցողական է տրամադրված, մի օր շատ կառուցողական հայտարարություն է անում, մեկ այլ օր բոլորովին այլ, օրինակ մենք հիշում ենք, որ Չինաստանում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա միջին միջանցքի, ինչպես նաև հյուսիս-հարավ միջանցքի եւս մեկ կարևոր հատված։ Հայաստանով անցնող երթուղու մասին խոսելիս նաև ասել է, որ Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտ եւ հեռավոր հարևաններին։ Այո։ Դրանից առաջ նա օրինակ խոսել է, որ երկար ժամանակ փորձել է մեր վարչապետին, մեր հանրապետության վարչապետին համոզել, որ որքան կարևոր է այդ Զանգեզուրյան միջանցքը, որ Հայաստան օգուտներ կքաղի, մաքսատուրքեր կգանձի եւ այլն, տպավորություն կա, որ մենք չէինք ուզում, նա էր մեզ համոզում։ Այսինքն նա բառը խաղի մեջ միշտ եղել է։ Բնական է, որ ոչ, այս քանի տարի է մենք ենք ասում, որ մենք ուզում ենք մաքսատուրք գանձել, մենք չենք ուզում միջանցք լինի։ Հասկանում եք, երբ մենք լսում ենք միջանցք, անմիջապես հասկանում ենք, որ ինչ որ օտարված մի բան։ Սա միտումնավոր է արվում այս հայտարարությունը։ Միտումնավոր է արվում եւ այ կարեւոր է, որպեսզի օրինակ ազգային ժողովի ընդդիմությունը, եթե իրակապես հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության պետական շահերով, առաջարկներ անել, թե ինչպես անել, որպեսզի օգոստոսի 8-ը իր ամբողջությամբ դեռ մի բան էլ ավելին իրագործվի։ Ինչպես անել, որպեսզի հայ-թուրքական սահմանը ել ավելի շուտ բացվի։ Ինչպես անել, որ օրինակ Իրանն ու Վրաստանը նույնպես ներգրաված լինեն այս պրոյեկտներում։ Ինչու չի անում այդպես։ Որովհետև իրենք հետաքրքրված չեն, իրենք կոնֆլիկտ են ուզում։ Իրենց համար կարևոր է այստեղ կոնֆլիկտ լինի։ Հարաբերությունների տարածաշրջանում կոնֆլիկտ եւ Հայաստանում, որովհետև դա Ռուսաստանի Դաշնությունը ինչ է հետաքրքրված չէ սրանով։ Որովհետև դա հետաքրքրված չէ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված լինեն։ Ոչ, իրենց պետք է այստեղ կոնֆլիկտ լինի, որ հետագայում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ իր օրինակ վատթարացած հարաբերությունները Ադրբեջանի հետ կարգավորի Հայաստանի Հանրապետության տարածքների եւ մեր կյանքերի հաշվին։ Դա արդեն մեկ անգամ չէ որ եղել է եւ ես զարմանում եմ որ Տեր-Պետրոսյանը չգիտի դրա մասին։ Դա գուցե Ռուսաստանը կարող է ուզել, բայց կարծում եք, որ այդ կոնֆլիկտը կարող է ուզել Հայաստանի ընդդիմությունը կամ Հայաստանի առաջին նախագահը, որ հետո Ռուսաստանը Թուրքիայի հետ, այսպես ասած, առևտուր անի հաշիվ Հայաստանի Հանրապետության տարածքների։ Լավ, իսկ ո՞րն է օրինակ տեսլականը։ Օրինակ ո՞րն է իրանց գաղափարական տարբերությունը։ Օրինակ ընդդիմությունը ինչ է նշանակում։ Ընդդիմություն նշանակում է նաև իշխանություն։ Ուղղակի իշխանություն, որը ունի ընդդիմադիր հայացքներ գործող իշխանության հայացքների հանդեպ։ Ո՞րն է իրանց տեսլականը։ Իրենք ինչ են առաջարկում, իրենք ո՞նց են պատկերացնում։ Կիրանցով մտնենք Արցախ, իրենց վարչապետի թեկնածուն։ Այսինքն հերթով չեմ ուզում այդ մարդկանց նորից, քանից ես խոսել ենք իրենց մասին։ Այսինքն ապա քաղաքական անբովանդակ ինչ որ հայտարարություններ են իրենք անում, որովհետև իրենք իրականում կապված չեն Հայաստանի Հանրապետության ապագայի հետ։ Իրենք խոսում են անցյալից, իրենք ուզում են խոսել, թե օրինակ, չգիտեմ, ոնց անենք, որ Հայաստանը վերագտնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ այն մակարդակում, որոնք որ նա եղել է մինչև 20 թվականը, 2020 թվականը։ Որինչ։ Ուղղակի ասում ենք փոխենք բանակցողին, գնանք Ռուսաստանին, ասենք, որ մենք արդեն ուրիշ ենք, մենք
չգիտեմ, լողացել ենք, լոգանք ենք ընդունել, դարձել ենք լրիվ ամբողջությամբ պրոռուսական, այժմ Ռուսաստանի Դաշնություն ձեր շահերը մեր հետ է համակնում։ Դե իրենք ասում են կամ Ռուսաստան է ընտրությունը կամ Թուրքիա, որն են Չկա ուզում։ այդպես բան։ Չկա այդ տարբերությունը։ Ես ձեր ասածից ճիշտ եմ հասկանում, որ տեսեք դուք ասացիք երկու ընդդիմադիր խմբակցությունները եւ Լևոն Տեր-Պետրոսյան։ Եթե հաշվի առնենք, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ մեկը մի նախագահի հետ է առնչվում, մեկը մյուս նախագահի, այսինքն ստացվում է, որ նախկին 3 նախագահներ ուզում են կոնֆլիկտ եւ 3-ն էլ աշխատում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Ես այստեղ կառանձնացնեի երկրորդ նախագահին, որովհետեւ նա ամբողջությամբ տեղավորված է այդ ուրեմն այդ դաշտում Սերժ Սարգսյանին ես տեսել եմ երբեմն նա փորձել էր ինչ որ հայանպաստ բաներ անել, բայց հաշվի առնելով իր ոչ լեգիտիմ լինել այդքան էլ չէր կարողանում անել այն ինչ կարողանում էր անել։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ համար առողջված է, ես չեմ կարողանում իրեն հասկանալ։ Դե բայց ամեն դեպքում ձեր խոսքից այդպես է ստացվում։ Դե ստացվում է այդպես, այո։ Ես ինձ համար ցավալի է հասկանալ, ընդունել, որ այս նորագույն վերանկախացումից հետո իրար հաջորդած նախագահները հիմնականում աշխատել են այլ երկրի շահերը սպասարկելու համար։ Սա շատ դժվար է ընդունել, հասկանում եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար դժվար է ընդունել։ Իրենք կարող են թերանալ եւ այլն, բայց պատկերացնել, որ հիմնական շահը եղել է այլ երկրի շահը, որ ամբողջությամբ չի համապատասխանել իմ երկրի պետական շահին, դա դժվար է ընդունել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։